ինչպես ենք մենք կարող Տիրոջը գտնենք։ Հաճախ այս խոսքն ենք կրկնում, որ Հիսուսն այսպես ասում, խաչը վերցրեք եւ իմ հետևից արեք։ Հիմա հարցը առաջանում, ուր է Հիսուսը։ Ինչպես ենք մենք կարող են տեղը լինենք, որ ինքն է։ Աստված ասու խոսքն ասում է, որ նա սեր է։ Նա սեր չունի, այլ սեր է։ Նա արդար է, արդարությունն է։ Եվ ասու խոսքն այսպես ասում, որ նա մեր արդարությունն է։ Զարմանալի է, չէ՞։ Մենակ արդարություն չունի, այլ ինքը արդարություն է։ Հարություն մենակ չառավ, նա հարությունն է։ Այո, մենակ կյանք չունի, այլ կյանքն է։ Եվ ուրեմն այս ամեն ինչի մեջ Տերը ցույց է տալի, որ ուր դեղա ինքը։ Եվ մեզ էլ ասում է, որ ձգտեք եւ արեք իմ հետևից։ Եվ շատ գեղեցիկ խոսք կա, որ բացադրում է ինչպես մոտկանանք Տիրոջը։ Եվ էսի գալիս է Հակոբոս 4:7, ասում է հանձնվեք Աստծուն։ Գիտեք, էսի առաջի քայլն է, հանձնվում ենք Աստծուն։ Եվ երբ որ հանձնվում ենք Աստծուն, այն ժամանակ կարող ենք հակառակենք չարին։ Եվ երբ որ հակառակում ենք չարին, նա մեզնից կփախնի։ Եվ սրա շարունակությունը ինչ է ասում, ասում է մոտկացեք Աստծուն։ Եվ նա էլ կմոտկանա ձեզ։ Ինչպես ենք մոտկանում Աստծուն։ Ասում է, որ մաքրեք ձեր ձեռքերը, մեղավորներ, մաքրեք ձեր սրտերը։ Այս խոսքից հասկանում ենք, որ մեղքն է մեզի հեռացնում Աստծուց։ Եվ պետք է մենք գնանք Տիրոջ մոտ, հանձնվենք իրան, եւ նա իր սուրբ արյունով մեզի մաքրում է, եւ դրանից հետո իր հետևից գնանք։